հարգելի պարոն փոխվարչապետ, հարգելի նախարարներ, քաղաքաշինության կոմիտեի նախագահ, համայնքի հարգելի ղեկավար, տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավար, շինարարության ընկերության հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս այսօրվա այս հրաշալի իրադարձության առիթով և նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և հարկերը վճարող մեր հայրենակիցներին, քաղաքացիներին, այն անձանց, ովքեր գուցե նաև Հայաստանի քաղաքացի չեն, բայց Հայաստանում տնտեսական գործունեություն են ծավալում, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, տնտեսվարողներին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքում ՀԴՄ կտրոն են դուրս գրում, հաշիվ ապրանքագիր են դուրս գրում, այսինքն ջանքեր են գործադրում, որ շրջանառությունը լինի ոչ ստվերային, այսինքն այդ շրջանառությունից հարկեր գեներացվի։ Ընդհանրապես այս շրջանում և նման կառույցների բացման առիթով ես ուզում եմ ավելի ու ավելի մեծ ուշադրություն հրավիրեմ բոլորիս ուշադրությունը, Հայաստանի բոլոր քաղաքացիների ուշադրությունը, թե ինչպես են այս շենքերը ստեղծվում, ինչպես են դպրոցները ստեղծվում, ինչպես են նրանք կահավորվում գույքով, ինչպես է ապահովում նրանց գործունեությունը, բովանդակային առումով, ֆիզիկական առումով և այդպես շարունակ։ Այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի որևէ մի տող է։ Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, ուրեմն չկա գույք, ուրեմն չկա մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ։ Այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետության բյուջեում մի որևէ տողում պետք է արտահայտված լինի։ Հիմա տողը տող, բայց այդ տողի դիմաց գրված է ինչ-որ թիվ։ Այսինքն, եթե տողը լինի, թիվը լինի, միջավայր բյուջեում մենք այդպես տողեր ենք ունենում, որ դիմացը 0 է լինում, այսինքն սպասող տողերն են, և մենք ունենք նաև բյուջեի հավելվածներ, որտեղ ըստ էության դրանք են ծրագրերն են, որի դիմաց 0 է գրած։ Հիմա այդ 0-ն երբ է սկսում դառնալ թիվ, երբ որ մենք ամեն օր գնում ենք և օրինակ հաց ենք ձեռք բերում, կամ ջուր ենք, հանքային ջուր ենք ձեռք բերում, լիմոնադ կամ հագուստ կամ կոշիկ, այդ գնման դիմաց անպայման խնդրում ենք և ստանում ենք ՀԴՄ կտրում, որովհետև երբ որ մենք որևէ ապրանք առնում ենք, իհարկե կան ապրանքատեսակներ, որոնց առևտրի հետ կապված հարկեր չեն գեներացվում, թե չկան այդպիսի ապրանքատեսակներ, բայց լավ, դա բարդ օրենսդրական կարգավորման հարց է, այսինքն այդ մեր գործունեությունից, այդ թվում մեր կատարած գնումներից ձևավորվում է այն գումարը, որը կաթիլ այդ բյուջեի տողերը դառնում են 1, 0, 100, 100,000, 100 միլիոն, 1 միլիարդ, 2 միլիարդ և այլն և այդպես շարունակ, և ստեղծվում է դպրոց։ 16 միլիոնի ծրագրի ամենատպավորիչ տեսարաններից մեկը Պարուսևակում է, որովհետև 16 միլիոնի տները այնպես է կառուցվել, որ մայրուղու երկայնքով են կառուցվում և նույնն էլ այդտեղ է, որովհետև եթե այս իմ ասած գործողությունը տեղի չունենա, պատկերացրեք այդ տները չկան։ Եվ ես միշտ չեմ ալարում բոլոր տեղերը ասել, որ հիմա նաև մեր սիրելի Պարուսևակի բնակիչներին եմ ուզում ասել, նրանց մի մասը ներկա չէ, գյուղերից մեկում այդ տպավորվել է տեսարանը, մանկապարտեզ էինք բացում և գյուղի ժողովուրդը էլի հավաքված էր, ասեցի ժողովուրդ սիրուն է մանկապարտեզը, լավն է, դուրն էդ գալիս է, ասեցին հա, ասեցի դե խնդրում եմ, որ ամեն անգամ երբ որ մտնում եք գնում անել, հիշեք այդ մանկապարտեզի մասին և մի մոռացեք ՀԴՄ կտրոն վերցնել։ Եվ ամեն անգամ գործունեություն ծավալելիս մի դժկամությամբ վճարեք հարկերը, կլինի դա գույքային հարկ, որովհետև այո, այս կոնկրետ դեպքում ամբողջությամբ ֆինանսավորվել է պետական բյուջեի միջոցով,
բայց սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորվում են մասամբ համայնքի, մասամբ պետական բյուջեի, դա գույքահարկ է եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ելի գնալով ավելի ու ավելի իմ համոզմունքը ամրապնդվում է, որ մարդու բարեկեցությունը կախված չէ նրանից, թե ինքը իր համար, իր բարեկեցության համար առաջին հերթին կախված չէ նրանից, թե ինքը իր բարեկեցության համար որքան գումար է ծախսում։ Իր բարեկեցության աստիճանը առաջին հերթին կախված է նրանից, թե իր պետության բյուջեն եւ իր համայնքի բյուջեն իր բարեկեցության վրա որքան է գումար ծախսում, որովհետեւ ինչքան էլ մարդը հարուստ լինի կամ ինչքան էլ բարեկեցիկ լինի, չի կարող, ամեն մեկը չեք կարող, երեխաները ծնողները չեն կարող, ամեն մեկը առանձին իրենց երեխայի համար դպրոց կառուցել, մանկապարտեզ կառուցել, մեզնից յուրաքանչյուր չի կարող դեպի իր տունը եկող առանձին ճանապարհ կառուցել։ Պետական բյուջեն նաև է դա եւ երբ որ մենք մասհանում ենք անում մեր ընդհանուր կարիքները հոգալու համար։ Եվ ես ուզում եմ նաև ընդգծել, որովհետեւ երբեմն քաղաքական նպատակադրումներով, շահարկումների նպատակով դեմոնիզացվում է հարկային համակարգը երկրի։ Նրանք ովքեր դեմոնիզացնում են հարկային համակարգը, նրանք ուրեմն ասում են, որ ասում են, այս մեկը թող հարկ չվճարի, մեկը հարկ չվճարի, երրորդը, չորրորդը, հինգերորդը, վեցերորդը, նրանք ինչ են ասում։ Ասում են թող դպրոց չլինի, թող ճանապարհ չլինի, թող աշխատավարձ չլինի, թող ուսուցիչներ Հայաստանում 500 կամ 700 կամ 300,000 դրամ ստացող աշխատավարձ ստացող ուսուցիչ չլինի եւ այլն 16 միլիոնի ծրագիրը չլինի եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ես կարծում եմ, որ հատկապես այս դպրոցներում ես հույս ունեմ մեր կրթության չափորոշիչների մեջ այս նրբությունները հաշվի առնված են, մեր երեխաները պիտի առաջին հերթին սովորեն, թե ինչա պետություն եւ ինչա պետականություն։ Որովհետեւ պետությունը մեզնից յուրաքանչյուրի բարեկեցության պարտադիր պայման է, պարտադիր, բայց ոչ բավարար պայման, որովհետև պետությունը պայման է, որտեղ մենք ստանանք կրթություն եւ մեր կրթությունը դարձնենք ավելի մեծ արդյունք մեր պետության համար եւ պետությունը այդ արդյունքը օգտագործի, որպեսզի մարդիկ ավելի պրոֆեսիոնալ լինեն իրենց աշխատանքի մեջ, ավելի արդյունավետ աշխատելու, ավելի լավ կյանքով ապրելու համար։ Ընդհանրապես ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ովքեր մասնակցություն են ունենում այս նախագծի իրականացմանը, որտեղ 300 դպրոց ծրագիրը խոշոր պետական ծրագիր է եւ բազմաթիվ գործընկերներ մասնակցություն ունեն այդ ծրագրում ուղղակի կամ անուղղակի եւ շատ կարեւոր է այսօր առաջին անգամ մենք մեր մտածած կրթահամալիրը այցելում, այսինքն առաջին դեպքն էր, երբ միտքը դարձել է կոնկրետ արդեն շոշափելի եւ պետք է ուրախությամբ ասեմ, որ շատ լավ տպավորություններ ստացանք, արդեն 1-2 դիտարկում ես ունեի, չգիտեմ ինչքանով է օբյեկտիվ, ինչքանով սուբյեկտիվ, պրակտիկան դա ավելի լավ ցույց կտա, բայց ընդհանուր առմամբ շատ կարեւոր է, որ մենք գնալով կարողանում ենք նաև սովորում ենք ավելի լավ դպրոցներ կառուցել, ավելի արագ կառուցել, որովհետև 2026 թվականին 300 դպրոց ծրագիրը ավարտվում է։ Հիմա ինչ է տեղի ունենալու, երբ որ 300 դպրոց ծրագիրը ավարտվի։ Սկսվելու է հաջորդ 300 դպրոց ծրագիրը եւ իրականում արդեն սկսել է հաջորդ 300 դպրոց ծրագիրը եւ սա շատ կարեւոր է, որովհետեւ այդ մենք հնդածս հասկացանք, որ գործնականում հանրապետությունում տես դպրոց չկա, որ կամ շատ քիչ են, որտեղ գործնականում չկա, որ առնվազն հիմնանորոգման, ել չեմ ասում վերակառուցման, ել չեմ ասում զրոյից կառուցման անհրաժեշտություն չունենա, եւ մենք հաճույքով ենք անում այդ աշխատանքը, ես համոզված եմ մեր գործընկերներն են բոլորն էլ հաճույքով ենք անում, որովհետեւ սա այն դեպքն է, որ մենք գիտենք, որ դա չնայած կան այդպիսի դեպքեր, ճանապարհներ, այդպես, բայց մեր իրականության մեջ ամեն ինչ որ կապված է երեխաների հետ, նաև այն տրամաբանությամբ, որ երեխաների բարեկեցությունը կառուցելու
շատ կոնկրետ բանաձևեր եւ մեխանիզմներ ենք մենք ստեղծում, որը կոչվում է դպրոց եւ մանկապարտեզ, ինչալուց մենք այդ ենք մտածում, որ կրթահամալիրի մոդելը կարող է կրթության շարունակականության առումով ավելի լավը լինել, որովհետեւ ուսուցիչները ավելի շուտ դասվարները մեր հարգելի ավելի շուտ կարող են սկսել շփվել եւ մենք գուցե ծրագրերը մոդիֆիկացնենք, որպեսզի ամսվա մեջ, չգիտեմ, մի անգամ, երկու անգամ նաեւ դասվարները մտնեն մանկապարտեզային հատված եւ շփվեն երեխաների հետ եւ դա շատ օգտակար կլինի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, փոխվարչապետին, ով համակարգում է այս աշխատանքը, մեր նախարար գործընկերներին, քաղաքաշինության կոմիտեին, տարածքային զարգացման հիմնադրամին, շինարարական ընկերությանը, մարզպետին, համայնքի ղեկավարին, բոլորին, ովքեր ներգրավված են, եւ շատ կարեւոր է, որ մենք էլի ամեն անգամ գոհունակության որոշակի զգացում ունենալով այնուամենայնիվ կանգ չառնենք եւ շարունակենք գույքագրել ամենափոքր թերությունները, մտածել դրանց վերացման ճանապարհ, որովհետեւ էս էլ է ստեղծագործական process է, իհարկե շինարարությունը շատ բարդ ստեղծագործական process է, բայց այնուամենայնիվ ստեղծագործական process է եւ այդ ստեղծագործությունը գնալով ավելի լավն է դառնում եւ ես դրա համար շատ ուրախ եմ։ Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում եւ հաջողություն եմ մաղթում եւ համոզված եմ, որ մեր երեխաները եւ ուսուցիչները այս շենքայից դպրոցը կապրեցնեն լավագույն ձևով, լցնելով իրենց գիտելիքով, երազանքով, կամքով, կամեցողությամբ, սիրով եւ այսօրվա ու ապագայի նկատմամբ մեծ հավատով եւ վստահությամբ։ Շնորհավորում եմ բոլորիս։ Եթերում ենք, այս բոլոր 16 միլիոնի ծրագրեր, 16 միլիոնի ծրագրեր, ճիշտ եմ ասում, 16 միլիոն ներն է, ուզում եմ նա մեծ շնորհակալություն հայտնել։ ինչ թեմայով, 18 թվից ես կողմ սկսել եմ կյանքը բարելավել։ մենակ ձերդ, ձեր շնորհիվ, մենակ ձերդ, դե ուրիշ տանուր չէ, մեկը ես եմ, ես 16 միլիոնի ծրագրից եմ օգտվել, տուն եմ ունեցել վերջապես, որ մեկն է, ստեղ չէ, երասխից եմ ես, Ես երասխից եմ, շատ շնորհակալ ենք ձեզանից, ես եմ վարվարչապետ, մի հատ խնդրանքով մեր չի ասել, դե եղբայր, տարիքային սահմանափակում է։ բանը, սահմանը գիտեք ինչ է, ինչ որոշում էլ մենք կայացնում ենք, ասենք կարանք դնենք ցանկացած, չէ, դուք էլ սահմանում եք, չէ, ինչ որոշում որ կայացնում ենք, ինքը միշտ սահման ունի, երբեք ոչ մի որոշում սահման չի ունի։ Ու ցանկացած որոշում, ինչ ամսաթիվ ուզում ես դիր, ինչ կրիտերիա ուզում ես դիր, միշտ կան մարդիկ, որ այդ սահմանից մի միլիմետր, իրանցից մի միլիմետր ես կողմ, սահմանը ավարտվում է։ Որոշումները հասկանում եք, չի կարա անսահմանել։ Դրա համար հիմա այս փուլը սենց է, հետագա փուլերի կտեսնենք։ Մենք այլ պարոն Փաշինյան, կներեք հազար անգամ, մենք հիմա համոզված ենք, որ հետո ունենալու է։ Ուղղակի ուզում ենք ձեզանից լսենք։ Հետո, չէ, հետո ինչ որ մի ժամանակ կգա, որ այս մարդը տուն կունենա, որ մենք ես ձեզ անկեղծ ասեմ, էլ մենք հիմա ուզում ենք ավելի ու ավելի շատ խթանենք երիտասարդների հոսքը դեպի ունի բանակում ծառայել։ շատ լավ, շատ Այսինքն ծառայող են։ հարգելին ես ասում եմ, տեսեք, հիմա կարանք թուղթ ու գրիչը տանք, ասենք դուք գրեք, դուք կդրեք, հենց որ գրվի ավարտվի, չէ, ուրիշ բան եմ ասում, դրենք ավարտենք այդ որոշումը, կգտնվեն բազմաթիվ մարդիկ, կասեն լսեք այդ իմ դեմ էի, դե եկակ այդ որոշումը հասնում էր ինձ մի սանտիմետր կանգնեց, կարանք էլի փոխենք, ասենք լավ, դե ոնց կարանք սենց անենք, կայացնենք այն որոշումը, որ ընդգրկի նաև այդ մարդկան, էլի կգնում են մարդիկ, կասենար լսի դուք այդ մեր դեմ եք աշխատում, այդքան բան արիք, եկակ իմ շեմին կանգնեցին,
էլի կարանք փոխենք ու միշտ անընդհատ կգտնվեն մարդիկ ումից մի սանտիմետր այսքան այս որոշումը կկանգնի, հասկանում եք։ Դրա համար մենք այս պահին ինչ եմ ասում, ես իմ ասած հետևյալն, այս պահին որոշումը սենց է կայացվել, իրացնենք այդ որոշումը, հետո հաջորդ փուլերում գտնայինք 1000 ու մի հանգամանքից է կախված, եւ ես հիմա ուրիշ բան եմ ասում, ես հիմա մարդիկ որտեղ որ համայնքը միջած բարձրացնում են, ասում եմ խնդիր չկա, բայց ես էլ մի պայման ունեմ, որն է այդ պայմանը խանութից առանց ՀԴՄ-ի դուրս չգալու։ Ես եմ ստիպում որ վերցնեմ ինձ։ Շատ լավ։ Երբ որ բոլորս եւ էտել եմ ուզում նորից շեշտել, այս մեր բոլոր համայնքներում բազմաթիվ չլուծված խնդիրներ կա, չէ՞։ Այդ չլուծված խնդիրները, այդ չվերցված ՀԴՄ-ների հետևանքները։ Այսինքն ստոշակառուելը միշտ մարդկանց հորդորում եմ իմ խանութում որ վերցրեք, այս ինչ բանի համար վերցրեք, այս ինչ ճանապարհ։ Նայեք, այն աչ։ Հիմա աչ նայես ՀԴՄ-յա, ծախ։ Լավ, Արտուր, այլ մարդկանց ՀԴՄ-յա, ծախն այն ՀԴՄ-յա, ինչ կան դեղը կա ՀԴՄ։ Փաշինյան։ Հա, ճիշտ է, բանը նայեք, հələ դուք գիտեք։ Ամրացված շրջանը։ ՀԴՄ-յա ու ՀԴՄ-յա։ Մեկ խնդրակ, պարոն վարչապետ։ Ես ես գյուղում եմ ապրում, 4 երեխա ունեմ, 4-ն անչափ, 3 տղա, 1 աղջիկ։ Բոլոր կետերը համապատասխանում է, պարզապես այս խնդիրը չափագրվել է, բայց դիտել է արտադրիչը կասեցվել է։ Հնարավոր է ինչ-որ։ Եղբայր, հիմա ես չեմ կարող ոտքի վրա ասել, որովհետև 1000 մի հանգամանք կա, այսինքն դրա համար համենք կա, մարս կա, իրանք են տենց հարցը, ես որովհետև ձեր հարցին որպես ես պատասխանեմ, լիք հաստատքներ պետք է նայեմ, բազմաթիվ հանգամանքներ պետք է ծանոթանամ։ Ես դեմ չեմ, բայց ուղղակի ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, մեր ցանկությունն է տեսականորեն հնարավոր է, բայց այս փուլում այսքանն ենք անում, հետագայում կնայենք, նաև արդյունքներն է պետք։ Համայնքում Պարոն վարչապետ, խնդրում եմ մեկ բան եմ ընդհանրապես հարցնում։ Մի տարի ծրագիր կար, մի հոգի չէր։ Խնդիրը հենց այդ է։ Հիշում եք այդ Միջև սկսեցին, միջև եկավ, միջև այդ ծրագիրը սկսեն օգտվել։ 20%-ին չընդունեցին։ Մի տարի ոչ մի տարի կառնված 10 մի հայտ չի եղել։ Հետո այն բան Կարևոր հարց ունենք, նա Խնդրում եմ, ես մի վարքան Այդ կմկարվի Պարոն վարչապետ, թույլ կտակ մեկ հարց ունենք, հա։ Հիմա եթե լրացնենք են հաստատել պատասխանես։ այդ ամեն չի արդյունքում ազատ Դες ման սպասի վերջը։ Մեր նամեն ծառայություն։ բայց եթե ազատ այդ մանրամասները բան գեւության Փաշինյանի հարցը մի հատ դիմել է, էլի ձեզ խոսքը վերաբերում է այս բնակապանման 16 միլիոն ծրագրերին, որ հույս ունենալը, որ խնդիրը կստանա ողջամիտ լուծում, էլի։ Առաջին սոցիալի նախարար Նարեկ Մկրտչյանը ելույթի ժամանակ իրան Բերքաբեր գյուղից մի հատ կին ասում է, ես միայնակ մայր եմ, ոնց կարամ օգտվեմ ծրագիրը վերաբացվելու դեպքում, ասում է դուք պետքա ձեր վերած լինեք հողամած եւ շինթույլտվություն։ Մենք այդ բայց ժամանակատված չի շեշտում, թե որ ժամանակի մեջ ու ասենք ես այդ խոսքի հիման վրա պարոն Փաշինյան հողը քրոջս համար ձեռք եմ բերել, վարկային պարտավորվածություններ ունեցել, բոլորը զրոյացրեմ արել եմ, իր համար հող եմ ձեռք բերել, շինթույլտվություն ամեն ինչ արել եմ, ուղղակի ասենք որոշ խնդիրների պատճառով մի քիչ այնտեղ է գործերը դանդաղ արվել, մի քիչ մենք ենք գումարի խնդիր ունեցել, հիմա ամեն ինչ ձեռք ենք բերել, ուղղակի եկել է հունիսի 26-ին, ասենք այս մարդուն էլ եղել է Հովհաննեսին եղել է հունիսի 20-ին։ Ձեր հարցի պատասխանն էլ է այդ։ Մենք ինչ որոշում էլ կայացնենք, մեկ այն համսաթիվ ունենալու է։ Ասենք հունիսի 26, ես չգիտեմ հիմա ամսաթիվը ինչ է, բայց ինչ որոշում էլ կայացնենք, մեկը ընկնելն են մարդիկ, որ այդ որոշումից հետո են ինչ որ մի բան արել, հասկանում եք։ Ուզում հասկանամ պարոն Փաշինյան, ասենք, չէ՞ որ մենք էլ էլի ասենք, հույս ունենալով որ ասենք տանտեր կլինենք, տուն ասվածը մեր համար երազանք չի դառնա, ասենք քանի որ ծախս ենք կարել, չէ՞ որ մեզ էլ ասենք կարելի է ասենք մենք էլ դառնանք տանտեր, էլի, ասենք ուտես բազմազավը ինչ է։ Ավակյան պարոն Փաշինյան։ Ավակյան։ Նոր հարգելի քաղաքացիոտ խոսելիս հետ էի ասում։ Ոչ մի որոշում անսահման չի։ Ցանկացած ոչ մի բան անսահման չի, անսահման ոչ մի բան չկա։ Բացարձակ ոչ մի բան չկա։ Ուղղակի միայնակ մայր է, էլի պարոն Հարգելիս այդ եմ ասում եմ ոչ մի որոշում անսահման չի։ Հիմա ասենք ձեր ասածով սահմանը տեղափոխենք,
էլի կլինեն ուրիշ քաղաքացիներ, որ արդեն այդ սահմանից կլինեն մի սանտիմետր հեռավորության վրա։ Մենք հույս ենք ունեցել, որ կդառնանք տանտեր, Հարգելի շատ լավ, ես բան չունեմ։ Հիմա մենք որոշումը կայացրենք, այս տները կառուցվել է, չէ՞։ Այսինքն մենք ուզեցել ենք, չէ՞, որ սա տեղի, որ չուզենայինք, մենք մարդկանց համար ենք արել, բայց էլի եմ ասում, պետք է հասկանանք, որ ոչ մի որոշում անսահման չի։ Ինքը վերջը միտեղ գալիս է կանգնում, չի կարող։ Եղբայր, էլի ասում եմ, հարգելիս, ոչ մի բոլոր տեղերն ուզում ենք խոտավորել, բայց ոչ մի որոշում անսահման չի։ Ասենք 10 հատ ավելացնենք, 10 հատ ավելացնենք, պարզվելու է ևս 10 հոգի ուզող, 1000 հատ ավելացնենք, պարզվելու է ևս 1000 հատ ուզող, 10,000 ավելացնենք, պարզվելու է ևս 10,000 հատ ուզող, շատ լավ, ասում եմ բոլոր հարցերն լուծում ենք։ ՀԴՄ-ները թող երբ որ հանրապետություն մարդ չէ, որ խանութից դուրս գա առանց ՀԴՄ-ի, բոլոր տեղերն է 10-ով է 20-ով է 30-ով է։ Մենք այդքան ջանքը գործադրել ենք, կարա խնդրենք այդ ջանքը դուք գործադրեք, խանութից դուրս գա 0 մարդ, որ խանութից դուրս գա տալիս առանց ՀԴՄ-ի, 0 մարդ, որ չի հագցնում է հարկերը, եւ այլն եւ այդպես շարունակ։ Դրանից ասում եք, ես մենք չենք կարել, դուք մեզնից բան ուզել եք, մենք մի տարի կես խնդրել ենք համարյա ծնկաչոք, ասել ենք ժողովուրդ, ծրագիր ենք անում, որ տուն սարքեք, մի տարի մարդիկ ձեն չեն անում, ասել ենք ինչ եք վեր, ասել են հերթական խաբեությունն է բանի կողմից, կառավարության կողմից։ Մի հատ նկարում եմ, խնդրում եմ ուղղակի։ Այդ հեշտ է, եկեք։ Մի հատ կնկարեք, խնդրում եմ, մի քանի հատ։ Բայց էս էլ անսահման չի, գիտեք, որովհետև ասենք ինչ որ մի պահի նկարվելու process-ը պետք է դառնա։ Ես էլ ձեզ եմ Մամաս մեծ շնորհակալ։ կինը ու ձեզ պաշտում է։ Ասეთ քեզ չեմ ների, եթե պարոն վարչապետի հետ նկար չվերես։ Շնորհակալ ենք ես գեղեցիկ դպրոցի համար, շնորհակալ ենք խողովակաշարի։ Շնորհակալ եմ շատ, պարոն վարչապետ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես ուղղակի ուզում եմ ճիշտ հասկանալ, որ ես ոչ մի բանի բացացված հարցի չեմ ասում ոչ, ասում եմ այո, բայց որովհետև հիմա մենք նոր ենք քվոտան ավելացրել, այդ քվոտաները սպառվեն, այսինքն երբ է դադարել 24 հետո եկանք, յուղեր եկանք, մարդիկ հարցեր բարձրացրին եւ այլն, գնացինք, նայինք, վերլուծեցինք, տեսանք, որ պետական բյուջեն մեծանում է, մեծացել է, կա հնարավորություն, բայց մի մասը ամբողջը էս այդտեղ էլ ուրիշ սահման կա, առողջության ապահովագրություն, 65 տարի պլյուս քանի մարդ կա այստեղ։ Դեր առողջություն։ Ես յուղը լրիվ է դրանից։ Հիմա լավ է։ Դե հիմա տեսեք, ուրեմն ձեր գյուղի համար։ Հա? Կոնյակը որ խոստացավ։ Ինչ կոնյակ։ Արազապի համար։ Արազապի համար, դա ինչ է։ Բա ուրա կոնյակը։ Ով է խմում։ Ով է, ես չեմ խմում իհարկե։ Բայց ուրա մի րոպե։ Չեմ բերել։ Կոնյակ ասում է չեմ բերել։ Բարձր տարիքի չիմացամ։ Շնորհակալություն։ Ձեր կատարած Հիմա գործի մի րոպե, Արազապը եղավ, թոշակը բարձացավ, առողջության ապահովագրությունը եղավ, դպրոցը սարքվեց, 16 միլիոնի 70 տունը սարքվեց, ճանապարհը ասֆալտը եղավ, հիմա կթողեք գնա։ Չէ։ Մի հատ էլ հարց ունեմ։ Լավ, արտավազ։ Ձեզ բան չի ելել, պարոն Փաշինյան։ Շատ շնորհակալություն ձեզ։ Արա մեր օպեկան է չէ։ Պարոն վարչապետ, համայնքում գործարարության արտադրամասը։ Հա, ես եկել եմ ձեզ։ Հա, գիտեմ, 2 տարի առաջ։ Աշխատում եք նորմալ։ Հա, իհարկե, ամեն ինչ լավ է։ Փակվել, մակվել տենց Չէ, բաներ։ մտադրություն էլ չունենք։ Դեռ ծրագրեր ունենք ավելի հոսքագծերը շատացնելու, ավելացնելու։ Հարցը ինչու՞նն է, պարոն վարչապետ, համայնքում, քանի որ համայնքը գազաֆիկացված չի, կան հոսքագծեր, նոր ձեռք բերված, որոնք վառարանային են, այսինքն ձեռնոցները չորացնելու process-ն են կատարում, իրանք աշխատում են գազով։ Հիմա մենք փորձում ենք պրոպան գազով այդ քիչը լուծել, ինչ որ Դե բայց պլաններ չունեք գազաֆիկացնելու։ Չի, մինչև երաս ունենք, մինչև երաս քաշել ենք, բայց ստեղ ոչ մի անգամ չի եղել։ Դե մի ստեղ ուրիշ բան կարանք անենք, հիմա մենք քանի որ ծրագիր ունենք բաներ ստեղծելու արտադրական արդյունաբերական կենտրոններ։ Հիմա եթե օրինակ պարզվի, որ ստեղ տարած կարող ենք, որ հասկանում եք մի արտադրամասի համար այդքան ծախսանելը խնդիր է, բայց եթե կլաստեր ստեղծենք, որ ներդրումներ լինեն, կարանք այդ ծախսը անենք։
բնակչությունը քիչ է, գյուղերը մեկից Հիմա ինչ եք Ես ուզում դա որ եմ անենք։ հասկանա ինչ որ պետական ծրագիր կա այդ մասով։ Ես դիմել եմ ճիշտ ասած Գազպրոմ, հիմա նախագծի փուլում է։ Ուղղակի մեր հասկանալու համար ուզում ենք ցանկանանք ինչ գումարի մասին է խոսքը, որովհետև ես անձամբ պատկերացություն եմ, կցանկանա իրանցից նախագիծ վերցնեմ, հասկանամ էլի ինչ ծախսի մասին է խոսքը։ միլիարդ, 2 միլիարդ Դա մեծ ծախս կլինի, դա մեծ ծախս կլինի։ Շատ լավ, մտածեք։ Ժորժ ջան, ուրիշ Ես տեղ չէ, ծրագրեր։ պարոն վարչապետ, շատ շնորհակալություն այդ ջրագիտի համար, Արազապի համար, բայց մի հատ էլ ծանր խնդիր ունենք։ Մենք վարձակալական հողեր ունենք։ Այդ հողերը արդեն ժամանակային կատաստրային գինը շատ բարձր է։ Հողի մանը 5 Հայաստանը արդեն նեն չէ, որ քառակուսի մետրը 13 դրամով հող Չէ, է։ հիմա 65 դրամ թանկ է։ Հա, գիտեմ, բայց մեր հողերը 5-րդ կարգի հողեր են։ Ես բերքատվությունը շատ քիչ է։ Ինչ եք ուզում անել։ Ուզում ենք այս կատաստրային գինը մի քիչ իջեցնեք, որ ուժները սպատեն։ գնի մասին չի խոսքը գնահատման գնի։ Գնահատման գնի։ Շուկայական արժեք։ Շուկայական արժեքի համար։ Օրինակ այստեղ մի հեկտար երազքում ծիրանանոցը, մի հեկտարը Գնահատում են շուկայական արժեքը իրական գինը։ Չէ, էսի չի Հիմա է, որ դուք մեքենա ունենաք, մի հատ գնահատող գա, ձեր մեքենան արժենա 1000, ասենք 1 միլիոն դրամ։ Ինքը գնահատի 700,000 դրամ, կհամաձայնվեք։ Դե չենք համաձայնվեք, բայց պիտանենք, եթե կարող Կհամաձայնվեք, բայց կվաճառեք։ Չէ, մոտոր կարող խոտալ լավ Բա շախշատի։ պետությունն է համաձայն չի, որ իրակ մենք նայում ենք բանում համայնքներում 10 դրամով, 30 դրամով։ Մի րոպե, էսի մի հատ հարց կա, որ մենք եկամուտը շատ քիչ ենք ստանում։ Մեր հողերը կորոզացած հողեր են։ մասին եք դուք ասում։ Չէ, իրանք վարձակալության հող ունեն։ հիմա Բա վարձակալական հող Վարձակալության հող ունեն։ 20 տարի, 25 տարի արդեն դրանում է։ Ծիրանը դրել են, մեծ ծիրանից առաջ։ Եթե ուզում են արել, ասենք կադաստրային արժեքը Հա, 200 դրամ է, հողը, բայց հողը գնահատվում է Մի քիչ իջեցրեք։ Դե ինչքան մի քիչ։ Այնտեղ իրականում մի քիչ Չգիտեմ, բան կա, մի հատ Այդտեղ դա պարզ թեմա չի։ Գնայինք հասկանանք, բայց հողը բա թանկ է հողը։ Բա հողը թանկ է։ Համեցի։ վարչական Ինչպես եք, ես շնորհակալ եմ ձեզանից մեր վարչական տարածքում այսքան մեծ աշխատանքներ կատարելու համար։ Նախ ուզում եմ ասեմ, որ 50 տարվա չլուծված հարցը Արմաշի Ձելնով այդ պոմպակայանի հետ կապված, որ 50 տարի չէր լուծվում, դուք խոստացաք ու շատ արագ մի տարվա մեջ տվեցիք մեզ այդ հնարավորությունը ու 10 անգամ ավել։ Այսինքն կա նաև չերևացող կողմեր, որտեղ 3 անգամ ավելի շատ ծախսեր եք անում, նախ շնորհակալություն եք հատում։ Մեկ էլ անդրադառնանք այս խնդրին, խնդիրը սենց է, հիմա հողը ճիշտ է, թանկ է, բայց իրանց արած աշխատանքը, այսինքն ծառերը գալիս են մեջն են գնահատում, օրինակ շպալա դրել, շպալա պատելա, այդ էլ մեջն են գնահատում, ստեղ խնդիրը առաջանում։ Չէ, ես ընդունում եմ։ Իրանց առած ծախսն է։ Իրանց առած ծախսը դնում են իրանց մեր այսի շատ դժվար է։ Շփոթի էժան լինի, ճիշտ եք դուք։ Հասկացա, այդ մի քիչ ուրիշ։ Ամեն ինչն արել ենք, Ձեր խնդիրն է նա, որ ձեր արած աշխատանքը հաշվի առնի։ հաշվի առնի։ Շնորհակալ եմ։ Բայց գնանք էլի ծրագիր։ Այս գյուղում մի հատ բանը, ծրագիրը Լավ եղեք, Ժորժ ջան, դպրոցը շնորհավոր, տներն է շնորհավոր, տները կգան հլա, կգան։ Քարտեզ, լավ կգանք հետո։ Ուրա կա քարտեզ, տեսո։ Ով էր ուզում քարտեզ, ով էր ուզում։ շնորհակալություն։ Լավ էր։ Գնացինք։ Համայնքի ղեկավարին հրաժեշտ ենք տալիս։ Էլի Արարատ։ Դե առաջ։